Այսօր խոսելու ենք վախերի մասին։ Պատգամի վերնագիրն է «Ինչպես ազատվել վախերից»։ Անկեղծ ասեմ, որ երբ որ պատգամը նստեցի գրելու, այս թեման չէր իմ մտքում, ուրիշ թեմա էր։ Եվ ասել եմ ես անգամ, որ ծառայելու, ով կգնա Տիրոջ համար, այդ Եսայի մարգարեության գրքի մեջ այս թեմաներ, անգամ չորեքշաբթի օրը ես ասացի, որ այս թեման է լինելու, բայց երբ որ հենց նստեցի, որ այս թեման գրեմ, ով կգնա Տիրոջ համար, չգիտեմ, սկսեցի իրականում էդ էի ուզում գրեի, բայց մի համար կա, որ էլի այդ Եսայի մարգարեության համապատասխան հատվածին, որ կանցնենք, իսկ մենք կանդրադառնանք դրան, որ Տերը ասում է, ում ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար, այդ պատգամը ուզում էի սկսեի հետեւյալ համարից, որ Աստված մեզ չի տվել վախի հոգի, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Եվ գիտեք, շատ հետաքրքիր ձևով այն լրիվ պատգամը մոռացվեց ու ուշադրությունս կենտրոնացավ վախի վրա։ Աստվածաշունչը ասում է, Աստված մեզ չի տվել վախի հոգի։ Բայց այսօր շատ մարդիկ վախի ներգործության, վախի ազդեցության տակ են։ Տարբեր բաներից են վախենում մարդիկ։ Վախում են ինչ կլինի երկրի վիճակը, վախում են հաջորդ տարի հաց կունենանք, չենք ունենա, վախում են երեխեքը, չգիտեմ, արտասահմանում են ինչ պիտի լինի իրանց հետ, վախում են իրենց առողջության համար, վախում են Աստծուն ծառայելու համար, մարդիկ կան վախում են եկեղեցի գան, մարդիկ կան եւ շատ-շատերը վախում են մեռնելուց, վախում են, տարբեր վախեր կա, բայց ես բոլորս գիտենք, չէ ինչա վախը, կյանքում վախեցել եք, իհարկե վախեցել եք, տես մարդ կա, որ չի վախեցել, չգիտեմ, կաղա քաջ մեկը կա, որ կյանքում ոչ մի բանից չի վախեցել, ես չեմ ճանաչում այդպիսի մարդու, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, մեզ թվում է, թե մենք գիտենք վախը ինչը, բայց ամեն մեկս վախ ասելով իրա վախեցածն է հիշում։ Ես բացեցի բառարանը, որ տեսնեմ բառարանը ինչ է ասում, ինչ է վախը։ Եվ գրված էր դա հոգեկան բուռն տագնապ է, անհանգստություն, որ մարդու ներսը խառնվում է իրար, անհանգստություն է գալիս, ինչ որ վտանգից, իրական կամ ուղղակի դու երևակայում ես, որ այդ վտանգը կա ու ներսը տակնու վրա է լինում։ Ինչ որ մեկը ինքնաթիռ նստել է կյանքում։ Ինքնաթիռը, որ նստում ես անվախել լինես, այն որ ինքը 10 կիլոմետր բարձրության վրա սկսում է այնպես թափ տալ, որ թևերի ճռճռոցը լսվում է, անկախ քեզանից վախենում ես։ Հասկանում եք, վախ կա, եւ հենց ես ամենասկզբից ուզում եմ ես տարբերակել այս վախերը։ Եթե դու կանգնած ես եւ մեջքիդ հետևում ինչ որ բան պայթում է, անկախ քեզանից դու վախենում ես եւ սա բնական է, եթե չվախենաս, կամ ասենք մի գամփրշուն հարցակվել է ու վազելով գալիս է քո վրա, եթե դու չվախենաս, ուրեմն մի բան են չի քեզ հետ։ Ես այս վախի մասին չեմ խոսելու, սա բնական, շատ նորմալ վախ է եւ ես կասեի, սա զգուշություն է, մարդը պիտի ինքը իր անձի համար զգույշ լինի եւ սա նորմալ է, բայց կա հիվանդագին վախ, կա վախ, որը բեռ է, որը ճնշում է քեզ։ Ոչ, խնդրում եմ լսեք, շատ նորմալ առողջ մարդիկ ունեն վախեր, որոնցից պետք է ազատվել։ Ինչպես ազատվել այս վախերից, որոնք տագնապ են առաջացնում, որոնք տանջանք են բերում մարդու կյանքում, որոնք տանում են մարդուն դեպի մեկուսացում։ Գիտեք վախը ինչ անում մարդուն։
թուլացնում է մարդուն վախը։ Վախ, շատ վախեր, բժիշկներն են ասում, որ շատ հիվանդություններ վախերից են առաջանում։ Վախը հարաբերություններ է կործանում, վախը անգամ հոգեկան շեղումների է տանում։ Վախը այդ ծանր բեռն է, որ մարդը կրում է իր ուսերի վրա, եւ դժվար է այդ բեռով ապրել։ Ովքեր որ վախ ունեցել են իրենց կյանքում, իրանք կիմանան, որ սրանով ապրելը շատ դժվար է։ Բայց կա բարի լուր։ Աստված ճանապարհ է պատրաստել, որ դու ազատվես քո վախերից ու քո անհանգստություններից։ Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28-29 շատ հայտնի խոսքերը։ 11-րդ գլուխ Մատթեոս ավետարան 28 եւ 29 խոսքերը։ Ինձ մոտ եկեք, ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Այ Հիսուսի խոսքերը այսօր հնչում է ամեն մեկին, որ այս կոնկրետ այս բեռը ունի իր ուսին։ Ինչ որ մի վախ, որը նորմալ բնական վախը չի, այլ ինքը քեզ ճնշում է։ Էլ եմ կրկնում, սա տարբեր բաներ կարելի։ Բաներ կա իմ հովվական փորձառության ընթացքում փոքր ժամանակ, ասենք 5 տարեկան ժամանակ, փոքր աղջիկը ինչ որ բանից վախեցել է եւ հիմա 50 տարեկան է եւ այդ վախը իրան ճնշում է դեռ։ Սա ճիշտ չի։ Հիսուսն ասում է ինձ մոտ եկեք։ Ինձ մոտ եկեք։ Ես ձեզ հանգիստ կտամ։ Ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Ես ձեր բեռը ձեր ուսից կվերցնեմ։ Եթե այդ բեռի անունը վախ է, Հիսուսն ասում է հիմա ինձ մոտ արի եւ ես քո վախը կվերցնեմ քո ուսից եւ ինքը քեզ երբեք չի ճնշի։ Ինչպես ազատվենք։ Հիսուսը հստակ էր ասում, ինձ մոտ եկեք, բայց գիտեք վախի ժամանակ մարդիկ ուր են գնում։ Վախ բռնողի մոտ, վախ չափողի մոտ, գուշակի մոտ, մոմ թափողի մոտ եւ այլ այստեղ կարելի է այդ բառը ասել դիվային տեղեր, որովհետեւ դրանք դիվային ուժերով են իրենց գործը անում։ Ուր ասես գնում են, բայց ոչ Հիսուսի մոտ։ Հիմա եկեք կարդանք Մարգարեի բերանով, ինչ է ասում մեզ Տերը, Եսայի մարգարեություն 41-րդ գլուխ 13 խոսք։ Որովհետև ես Եհովաս քո Աստվածը զորացնում եմ քո աչը, որ ասում եմ քեզ, մի վախեցիր, ես կօգնեմ քեզ։ Ով է վախին օգնություն տվողը։ Միայն Աստված։ Գիտեք, վախը ինքը ներսի, ներքին, հոգու հետ կապված մի բան է։ Իսկ այնտեղ իսկական բժիշկը, հոգու բժիշկը միայն եւ միմիայն Աստվածը։ Եվ ասում է ես եմ, որ քեզ օգնելու եմ, մի վախեցիր։ Բայց բացի Աստծուց կա եւս մեկը, որ իրեն փորձում է ներկայացնի օգնող, եւ դա ստախոսն է, հին ժամանակների Սուտասանը, բանսարկուն, Հիսուսը կասեր ստության հայրը, որի անունն է Սատանա, կամ ինչպես Աստվածաշունչն է ասում է ինքը գող է, գող։ Եվ այդ գող, ստախոս, բանսարկուն գալիս է որպեսզի ինչ անի։ Աստվածաշունչն ասում է, որ ինքը գալիս է, որպեսզի գողանա, սպանի եւ կործանի։ Գիտեք, շարունակությունը այս համարից է Հովհաննեսի ավետարան 10-րդ գլուխ 10-րդ խոսքներ։ Գողը գալիս է, որպեսզի գողանա, սպանի եւ կործանի, բայց Տեր Հիսուսը եկավ, այդ ինքն է ասում, այնտեղ գրած է, բայց ես եկա, որ
կյանք ունենաք եւ ավելիով ունենաք։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք։ Հիմա նայեք, երկու բան ասում է, ես եկա եւ գողը եկավ։ Ում ենք թողում մտնի մեր տուն։ Բոլորս իհարկե կասենք ով ասում սատանայինի, բոլորս կասենք Տիրոջը։ Հիմա լսեք, մի տեղ եմ տանում, որ պիտի ուշադիր լինեք։ Հայտնություն 3:20-ում գրված է, Հիսուսն է ասում. ահա ես դրան առաջին կանգնած եմ եւ թակում եմ։ Եթե մեկը լսի իմ ձայնը եւ դուռը բացի, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ։ Տերը թակում է դուռը։ Այնպես չի, որ դու ասում ես արի, ինքը գալիս է։ Ինքը ասում է ես եկել եմ ու թակում եմ։ Ինչպես բացենք դուռը։ Օրինակ ո՞նց եք մտածում։ Հիսուսի թակած դուռը ո՞նց են բացում։ Ո՞նց։ Հովհաննես 20:31 Սրանք գրվեցին, որ դուք հավատաք, թե Հիսուսն է Քրիստոսը եւ հավատալով կյանք ունենաք։ Գիտեք ո՞նց է բացվում դուռը։ Եթե մի անծանոթ ձեր դուռը ծեծում է, գիշերը, ինչ եք հարցնում առաջին։ Ով ես։ Մեկ էլ ասում է պապան եմ, Ռուսաստանից եմ եկել, բայց իրա ձայնը չի։ Ինչ կմտածեք։ Գողը, հասկանում եք։ Ասում եք, հետևից ասում եք, չեմ հավատում։ Ճիշտ է։ Թակոցը, Հիսուսը թակում է մեր դուռը։ Գիտեք ոնց ենք բացում դուռը։ Հավատքով, հավատալով։ Եթե հավատացինք իրան, իրա ձայնին, գնում ենք ու բացում ենք։ Լավ, սա հասկացանք։ Հավատքը բացում է դուռը Քրիստոսի առջև։ Ամեն։ Կհիշենք սա։ Հիմա նայեք, մեկ ուրիշ հատված կարդանք Աստվածաշնչից եւ կասեմ, թե ինչ եմ ուզում ասել։ Մարկոսի ավետարան 5-րդ գլուխ 22-րդ խոսքից։ Մարկոս 5 22 խոսքից շատ հայտնի պատմություն։ Եվ ահա գալիս է ժողովրդապետներից մեկը, անունը Հայրոս, եւ երբ որ նրան տեսավ, Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերը։ Եվ նրան շատ էր աղաչում եւ ասում. աղջիկս մահանալու մոտ է։ Արի, ձեռքդ նրա վրա դիր, որպեսզի ազատվի եւ ապրի։ Իրավիճակը պատկերացնում եք։ Տեսել եք ծնող, որ երեխա է կորցնում։ Անչափահաս կամ դեռահաս։ Չգիտեմ, ինչ տարիքի էլ լինի, ծնողը երբ որ երեխա է կորցնում, դա շատ ծանր մի բան է։ Մենք կարանք այս տողերը կարդանք ու անցնենք, բայց ես ուզում եմ դուք պատկերացնեք իրավիճակը։ Հայրոսը ինքը ժողովրդապետ էր։ Ժողովրդապետ այսօրվա դրությամբ կարելի ասել, ասենք, ավականու անդամ։ Այսինքն, այդ քաղաքի մեջ ինքը երևացող դեմք էր։ Եկավ գիտեք ինչ արեց։ Ընկավ Հիսուսի ոտքերի մոտ։ Ընկավ հողի փոշու մեջ ու այդ ընկած վիճակում սկսեց խոսել, ասեց աղջիկս ուր որ է կմահանա։ Խնդրում եմ, արի ձեռքդ դնես իրա վրա, հավատում եմ, որ ձեռքդ դնես իրա վրա, ինքը կազատվի իր հիվանդությունից եւ չի մահանա։ Եվ Հիսուսը նրա հետ գնաց։ Եվ շատ ժողովուրդ նրա հետևից գնում էին եւ նրան նեղում էին։ Հետո մի պատմություն է այստեղ գալիս, այն կինը, որ հիվանդ էր շատ երկար տարիներ, Հիսուսը մեկ էլ զգում է, որ իրանից զորություն գնաց, եւ այս կնոջ հետ խոսալուց հետո մի փոքր ժամանակ անցնում եւ 35 համարը, ասենք գուցե մի քանի րոպե խոսում է կնոջ հետ եւ 35 համարը կարդամ Եվ նա դեռ խոսելիս ժողովրդապետի տանից գալիս են եւ ասում աղջիկդ մեռավ։ Էլ ինչու ես զբաղեցնում վարդապետին։
Պատկերացրեք այդ լուրը, որ լսեց հայրոսը։ Աղջիկդ մեռավ։ Իզուր վարդապետին մի զբաղեցրու։ Ինչն էր բացում հավատքի դուռը, ինչն էր բացում դուռը Հիսուսի առջև։ Հավատքը։ Ես ուզում եմ հիմա մի բան ասել, մինչև հաջորդ խոսքը կարդալը մի բան եմ ուզում ասել, որ ուշադիր լսեք սա։ Վախը դուռ է բացում սատանայի առջև։ Հավատքը դուռը բացում է Քրիստոսի առջև։ Վախը դուռ է բացում սատանայի առջև։ Պատկերացնում եք իրավիճակը։ Հայրոսը հավատք ուներ։ Եկավ լուրը որ եկավ, ինքը ընկավ երկմտանքի մեջ։ Եվ լսեք Հիսուսը ինչ խորհուրդ է տալիս եւ բոլոր վախեցողներին, բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց կյանքի վախերից ազատվել։ Սա ամենաճիշտ խորհուրդն է։ Մարկոս 5-րդ գլուխ 36-րդ խոսք։ Եվ Հիսուսը այս բանը իսկույն լսելով ժողովրդապետին ասեց. «Մի վախեցիր, միայն հավատա»։ Հիսուսը զգաց, որ ուր որ է վախը դուռ կբացի սատանայի առջև։ Հայրոսը գիտեր, որ նրանք չեն խաբում, որովհետև ով կարար այդ իրավիճակում այդպեսի սուտ լուր բերեր, ոչ ոք։ Հիսուսը գիտեր, որ նրանք չեն խաբում, բայց ասեց, լսի, հիմա ընտրության առջև ես, կամ շարունակում ես հավատալ, կամ վախենում ես։ Գիտեք, մենք շատ հաճախ պիտի Աստվածաշնչի մոտեցումներով մտածենք։ Վախի հականիշը մեր մոտ քաջությունն է, ճիշտ է։ Կամ քաջ ես, կամ վախկոտ։ Աստվածաշնչում մենք տեսնում ենք վախի հականիշը հավատքն է։ Եվ եթե դու ուզում ես վախից ազատվես, Հիսուսի խորհուրդը քեզ, մի վախեցիր, միայն հավատա։ Անհնարինը կլինի հնարավոր։ Եվ եթե դուք կարդաք շարունակությունը կտեսնեք, որ գնում է ու մահացած աղջկան, եկեք այս հրաշալի, թեկուզ մեր թեմայի մեջ չի, բայց ընթերցեմ մինչև վերջ, որպես Տիրոջ անունի փառավորման վկայություն։ Մի վախեցիր, միայն հավատար, եւ ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ գնա, բայց միայն Պետրոսին եւ Հակոբին, եւ Հակոբի եղբայր Հովհաննեսին։ Եվ եկավ ժողովրդապետի տունը եւ այնտեղ մեծ ամբոխ տեսավ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ, եւ ներս մտավ նրանց ասեց. «Ինչու եք շփոթվում, ինչու եք վախեցել»։ Սա էր ասում։ Եվ լաց եք լինում։ Երեխան մեռած չէ, այլ քնած։ Եվ այս վախեցածները սկսեցին ծիծաղել, ասեցին, խելքը գցել է։ Բայց Հիսուսը մի բան գիտեր, վախը խանգարում է հավատքի գործերին։ Վախը խանգարում է հավատքի գործերին եւ գիտեք ինչ արեց։ Բայց նա բոլորին դուրս հանեց եւ վերցնելով միայն երեխայի հորը եւ մորը եւ իր հետ լինողներին մտավ այնտեղ, որտեղ երեխան պառկած էր։ Հիսուսը վախը քշեց այդ տնից։ Եվ երեխայի ձեռքից բռնելով ասեց նրան. «Տալիթա կումի», որ թարգմանվում է «Ով աղջիկ, քեզ եմ ասում, վեր կաց»։ Եվ շուտով վեր կացավ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ 12 տարեկանի չափ էր։ Եվ մեծ զարմանքով զարմացան, եւ նրանց շատ պատվիրեց, որ ոչ ոք չիմանա այս, եւ ասեց, որ նրան բան տան ուտելու։ Անհնարինը հնարավոր դարձնող Աստված ճանապարհ է պատրաստել, որ քո կյանքից հեռանան բոլոր վախերը։ Մի վախեցիր, միայն հավատա։ Հավատքը դուռ է բացում, որով Աստված սկսում է գործել մեր կյանքերում։ Վախը դուռ է բացում, որ ստախոս գողը գա գողանալու, սպանելու եւ կործանելու համար։
Եվ մենք ընտրության առջև ենք, վախենանք, թե հավատանք։ Ես կարծում եմ մենք մի շարք կսկսենք նոր շարք Աստծո ներկայության մասին։ Աստծո ներկայությունը, լսեք, վախից ազատվելու միայն մեկ ձև կա։ Երբ որ դու թույլ տաս, որ Աստված գա քո կյանքի մեջ։ Ոչ թե դու ասես Տեր Աստված ուզում եմ գաս ինձ ազատես այս վախից, ոչ, մենք պիտի հասկանանք ինչ ասա։ Երբ որ Աստված մտավ քո կյանքի մեջ, քեզ պետք էլ չի վախին ասես հեռացի։ Հենց Աստված մտավ, այնտեղ վախ չի կարա լինի։ Հենց հավատքը եկավ քո կյանքի մեջ, վախը չի կարող մնալ այդտեղ։ Վախը հավատքի թշնամին է։ Հավատքը վախի դեղամիջոցն է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մոմ թափելը, չգիտեմ, բամբակ վառելը, էլ չգիտեմ, թալիսման են աղոթում, կախում վզներից, որ դրանք բոլորը սատանայի ստերն են, որոնք կարող են, լսեք, դրանց մեջ զորություն կա, չարի զորությունը կա, որը կարող է քեզ ժամանակավոր ազատել այդ խնդրից, բայց հետո ավելի մեծ խնդրի առջև կանգնեցնի։ Շատ ավելի մեծ խնդրի։ Էքստրասենսների մոտ գնացող մարդիկ, սա արդեն գիտական փաստ եմ ասում ձեզ, տարիքով մեծ մարդիկ կհիշեն Կաշպիրովսկուն։ Հիմա Ռուսաստանում հաշվարկում են Կաշպիրովսկուց բուժվածների մեծամասնությունը հոգեբուժարաններում է։ Բայց բուժվել են, իսկականից բուժվել են։ Բայց մեծամասնության կյանքերում շատ աղետալի հոգեկան խնդիրներ են առաջացել։ Միակ բժիշկը, որ բուժում է, որովհետև սիրում է, դա մեր Աստվածն է։ Եթե կա վախ, ուրեմն լսի Տիրոջ խոսքը, եթե միայն հավատաս։ Հավատում ես։ Եկեք մի քանի համարներ կարդանք, ասենք հավատում եմ Տեր։ Հեսու 1:9 Ահա քեզ պատվիրում եմ, զորացիր և քաջ եղիր, մի վախեցիր և մի զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, ամեն տեղ, ուր որ գնաս։ Այս խոսքերը բոլոր նրանց համար են, ովքեր Աստծուն Տեր են ընդունել։ Ասում է քո Տեր Աստվածը, ընդունել ես Աստծուն Տեր։ Թույլ տուր մի փոքր էստեղ կանգնեմ։ Մի հատ էլ հարցնեմ, ընդունել ես Աստծուն որպես քո կյանքի Տեր։ Հավատա, փողոցում որ կանգնեմ, կամ գնամ, մտնեմ ամենավատ վայրը, որ կա, ասենք, գիշերային ակումբ, գիշերային ակումբը կարող է ճիշտ տեղ չի, բայց գիշերային ակումբ չմտնեմ, բայց այնտեղից դուրս եկողներին հերթով հարցնեմ, ասեմ, հավատում ես, որ Աստված քո Տերն է, ինչ կպատասխանեն։ Այո։ Հասկանում եք, մեր այոն դեռ այո չի։ Մենք պիտի հասկանանք ինչ է նշանակում Աստված իմ Տերն է։ Հիմա մի ուրիշ հարց տամ քեզ։ Դու Աստծո ծառան ես։ Դու քո ապրած կյանքով կարաս ասես Տեր, տես, ես քո ծառան եմ, քո պատվիրանների, քո խոսքի համեմատ եմ ձգտում անել, ինչ որ անում եմ։ Լսեք, անհնար է Աստծուն Տեր ասել եւ չլինել նրա ծառան։ Բայց մեր ժողովրդի մեծամասնությունը Աստծուն Տեր է ասում եւ ինքը նրա ծառան չի։ Աստված քո հայրն է։ Ասում եք հայր մեր, որ երկնքում ես։ Ամբողջ մեր ազգն է ասում։ Բայց արդյոք դու նրա որդին ես։ Արդյոք դու քո հոր որդին ես։ Ինչով է երևում, որ մենք նայեք ինձ, իմ հորը եւ իմ տղաներին։ Իրանց դեմքին որ նայում են, ասում են, այ երևում է, որ սա Արմանի տղան է։ Նման եք։
Դու քո հորը նման ես։ Իհարկե մենք դեմքով չենք նման, մենք դեմքով բոլորս տարբեր ենք, բայց բնույթով մենք նման ենք։ Իմ հայրը, որ երկնքում է, ատում է մեղքը, ես սիրում եմ, թե ատում եմ։ Իմ հայրը, որ երկնքում է, սիրում է բոլորին, անգամ մեղավորներին, ներում է, ուզում է բարի քանի, բարի է իմ հայրը, արդարության ճանապարհներն է սիրում։ Ես իմ հորը նման եմ, թե ոչ։ Եթե անգամ ոչ, եթե անգամ այն անառակ որդու պես եմ, ես ուզում եմ նմանվել, ջանք անում եմ նմանվել, թե ոչ։ Հիմա լսեք, այս հատվածը նորից եմ կարդում։ Աստված քո Տերն է, թե ոչ։ Այո, դե հավատա այս խոսքին։ Քեզ պատվիրում եմ, զորացիր եւ քաջ եղիր, եւ մի վախեցիր, եւ մի զարհուրիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս։ Այստեղ կլինես, Աստված քո հետ է։ Մարդկա գիտեմ, գիշերով մթով դուրս չի գալիս։ Մթով դուրս կգաս, Աստված քո հետ է։ Չեմ ասում, եթե վտանգ կա, ասենք, մեկը ծառայում է բանակում ու ասի, Աստված իմ հետ է ու լինի դոշը դեմ տա, մարդ պիտի խելամիտ լինի։ Հիմա ես կկարդամ մի հատված Աստվածաշնչից մի փոքր հետո եւ կտեսնենք, որ Աստված ասում է, ես չտվեցի վախի հոգի, այլ նաեւ զգաստության, խելամտության հոգի տվեցի, որ դու խելացի բաներ անես, ոչ թե անմիտ բաներ։ Եսայիա մարգարեություն 41-րդ գլուխ 10-րդ խոսք։ Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով։ Դու իմ զավակն ես։ Ես քեզ հետ եմ։ Մի վախեցիր։ Սաղմոս 112 Առաջին 8 խոսքերը։ Երանելի է այն մարդը, որ Տերից է վախենում և նրա պատվիրանքներին շատ հավանում։ Նրա զավակը զորավոր կլինի երկրի վրա, ուղիղների ցեղը կօրհնվի։ Ապրանք և հարստություն կլինի նրա տանը և նրա արդարությունը կմնա հավիտյան։ Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար, ողորմած, գթած և արդար է։ Երանի այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս, և իր բանը շինում է իրավունքով, որովհետև նա տեղիցը հավիտյան չի շարժվի, հավիտենական հիշատակի համար կլինի արդարը։ Չար համբավից չի վախենա, նրա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը հուսա։ Նրա սիրտը հաստատված է և չի վախենա, մինչև որ նայի իր նեղիչների վրա։ Այն մարդը, որ Աստծուց է վախենում, ուրիշ ոչ մի բանից չի վախենա։ Ուզում եք ազատվեք վախից։ Վախեցեք մեղք գործելուց։ Ուզում եք վախ չլինի ձեր կյանքում։ Վախեցեք Աստծո առաջ սխալ կյանք ապրելուց։ Վախեցեք, որ մի բան գիտեք սխալ եք անում, թեկուզ շահ կա դրա մեջ։ Թեկուզ քո մարմինը ասում է, էսի լավ է, էսի եմ ուզում, էսի արա։ Վախեցեք դա անելուց, եթե դա Աստծուն դուր չի գալու։ Ուզում եք վախից ազատվել, վախեցեք Աստծուց։ Այլ ճանապարհ չկա, միայն հավատքի ճանապարհը։ Հավատացյալ մարդն է, որ վախում է մեղք գործելուց։ Լսեք, ես վախում եմ մեղք գործելուց։ Բայց այս վախը քաղցր վախը։ Այս վախը ծանրություն չի իմ ուսելու։ Ինքը ինձ հետ է պահում չարիքից, ինքը ինձ հետ է պահում ճահիճի մեջ ընկնելուց։
Սա քաղցրությունը, հավատացեք, այս նրա անունն է վախ, բայց ինքը վախ չի, ինքը երանություն է։ Վախեցեք ձեր Տեր Աստծուց։ Սա ամենաքաղցր զգացմունքն է, որ մարդ կարող է ունենա, որովհետև սա սարսափը չի, Աստծուց սարսափում եմ։ Աստծուց սարսափում են մեղավորները, բայց ով մեղավոր չի, ով արդարացված է Քրիստոսի արյունով, ով վախում է մեղք գործելուց, նա Աստծուց չի սարսափում, նա գիտի, որ հայրը գիրկը բաց սպասում է իր զավակին։ Մի գաղտնիք կա, որ ուզում եմ ասել ձեզ, որը իմանալը շատ կօգնի վախից ազատվելու հարցում։ Հռոմեացիներ 8:15 Ես չգիտեմ ում համար է այս պատգամը, բայց հուսով եմ, որ ամեն մեկը ինչ որ իր սրտի են խորքի են մութ անկյուններում վախեր ունի պահած եւ Աստված եկել այսօր բժշկություն անի։ Հռոմեացիս 8:15 որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությանով աղաղակում եք Աբբա Հայր։ Այլևս ծառակ։ Առաջ ծառա էիք մեղքին, որ մարդը ծառա է մեղքին, մինչև Քրիստոսի ազատությունը չի գալիս իր կյանքում։ Հիմա, եթե ձեր մեղք գործել եք, կհասկանաք, երբ որ մարդը մեղք է գործում, այդ պահին ինքը հաճելի, եթե հաճելի չլինի, եթե քեզ չձգի, դու չես գործի, այդ պահին ինքը հաճելի է, որ դա անցնում է, մեկ ակնթարթ հետո, դու զզվում քո արածից։ Եթե այդ զզվանքը իսկականից զգում ես, պիտի որ էլ հետո չգնաս, բայց քանի որ գերի ես մեղքին, գիտես, որ զզվելու ես հետո, բայց քանի որ գերի ես, էլի հետևից, էլի անում մեղքը, և սա ծառա լինելն է, դու մեղքին ծառա ես, ինքը քեզ քաշում է, ինքը քեզ բռնում է, բայց ասում է դուք այդ հոգին չեք առել, հիմա դուք որդեգրության հոգին եք առել, Աստված ձեզ որդեգրել է իր ընտանիքի մեջ, դուք Քրիստոսով որդեգրվել եք, և դրանով է, որ մենք կարանք ասենք իրան, եթե դեռ ծառա ենք մեղքին, մենք չենք կարա իրան, գիտեք, տենց մարդ չկա, որ մեղք չգործի, բայց խոսքը ուրիշ բան է, գիտեք ինչի մասին է խոսքը, դու որ քայլում ես, կարող է քո ոտքերը ցեխոտվեն, որովհետև եղանակներն են այդպես, քո տան ճանապարհն է այդպես, կամ անզգույշ ես ընկնում ես մի հատ ցեխաջրի մեջ եւ ոտքը ցեխոտվեց, բայց ծառան գերին մեղքի, ինքը դրա մեջ է, ինքը չի կարում այդտեղից դուրս գա, հասկանում եք, արդարները կարան ցեխոտվեն, բայց մեղավորները այդ ցեխի մեջից չեն կարողանում դուրս գան։ Եթե դու դեռ այդ ցեխի մեջ ես, այսօր Աստված եկել է, որ քեզ հանի այդ ցեխից, որ կարողանաս ընդունես որդեգրության հոգին, որով ասես Հայր իմ։ Դուք ուրիշ հոգի եք վերցրել։ Եվ հիմա իմ խոստացված տեղը 2 Տիմոթեոս 1:7 խոսքը։ Որովհետև Աստված մեզ չտվեց վախի հոգի, այլ զորության, սիրո և զգաստության։ Իրականում պատկերացնում եք, ես համարով էր պիտի լիներ են պատգամը, ու մենք նոր հասանք ես համարին։ Աստված մեզ չի տվել վախի հոգի, բա որտեղից վախը։ Գողը մտել է քո տուն և վախ է բերել քո կյանքի մեջ։ Տարբեր վախեր, որոնք այսօր քեզ ճնշում են։ Գիտեք, Գործք 5:32 խոսքի վերջին հատվածում գրած է. Սուրբ Հոգին Աստված տվեց
բոլոր իրեն հնազանդվողներին։ Արդեն ասեցի, եթե Աստծո ներկայությունը գա, վախը այդտեղ գործ չունի։ Հիմա ասեմ ձեզ, Աստծո ներկայությունը երկրի վրա իրականանում է Աստծո Սուրբ Հոգու միջոցով։ Այսօր Հայրը երկնքում է, Որդին նրա աջին բազմած եւ աստվածային երրորդության անձերից մեկը Սուրբ Հոգի Աստվածը երկրի վրա է։ Եվ եթե դու կանչես իրան քո կյանքի մեջ, հավատացեք, ոչ մի վախ չի կարա լինի քո մոտ։ Աստված մեզ չտվեց վախի հոգի։ Աստված մեզ տվեց սիրո հոգի։ Աստված մեզ տվեց ուժեղ լինելու հոգի։ Աստված մեզ տվեց զգաստ, այսինքն խելամիտ լինելու հոգի, որ մեր միտքը պայծառ է, մեր միտքը հստակ է։ Մենք գիտենք ինչ է դա, զգաստություն։ Աստված մեզ վախի հոգի չի տվել։ Սաղմոս 34-ի 17-րդ խոսքը Արդարները աղաղակում են և Տերը լսում է։ Ովքեր են աղաղակում? Նրանք, ովքեր Հիսուսին ընդունել են իրենց կյանքում։ Որովհետև խոսքն ասում է արդար չկա, մեկն էլ չկա։ Բայց բոլոր նրանք, ովքեր Հիսուսին կընդունեն, նրանց մեղքերը ջնջվում է եւ Աստծո առաջ նրանք արդար են երևում։ Բոլոր նրանք, ովքեր թեկուզ ցեխի մեջ են, բայց ամեն ցեխի նկատի ունեմ մեղքի կյանքը, բայց ամեն ջանք գործադրում են, որպեսզի այդ ցեխից դուրս գան։ Անկեղծ ասում են, Տեր, տես, որ ես ուզում եմ այս կյանքը թողեմ։ Ես ուզում եմ ուրիշ կյանքով ապրեմ, որ քեզ հաճելի լինի։ Թեկուզ եւ ցեխի մեջ են։ Ասում է արդարները աղաղակում են եւ Տերը լսում է եւ ամեն նեղություններից փրկում է նրանց։ Եվ իրենց ամեն նեղություններից փրկում է նրանց։ 34-րդ նույն 34-րդ գլխի Սաղմոսներ 4-րդ խոսքն ասում է. Ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխանեց ինձ եւ ամեն ահ ու վախից ազատեց ինձ։ Լսեք, իմ քույրեր եւ իմ եղբայրներ, խնդրեք Աստծուն եւ Աստված կազատի ամեն ահ ու վախից։ Վախերի համար աղոթքը, ինչքան որ աղոթել եմ, ինչքան որ եկել են ու դիմել են։ Լսեք, բժշկության համար նույն բանը չեմ կարող ասեմ, բայց վախերի համար աղոթքը շատ հետաքրքիր է, որ ես չեմ տեսել այդպիսի մարդ, որ գա մեր եկեղեցի, վախի համար աղոթք խնդրի եւ առանց ազատագրվելու գնա այստեղից։ Շատ շատերը, մենակ դու չէ, ես ասում եմ, շատ շատերը, ես չգիտեմ այդպիսի դեպք, գուցե կա, չեմ ասում, բայց ես չգիտեմ այդպիսի դեպք, որ վախեցած մարդը գա, մենք իր համար աղոթենք եւ Աստված իրան չազատագրի։ Այդպիսի դեպք ես չգիտեմ։ Այստեղ ասում է, ուղղակի իմացեք ում եք խնդրում։ Ում եք խնդրում եւ ով է խնդրողը։ Սա շատ կարևոր է։ Ով ես դու Աստծո համար։ Աստծո պատվիրանները ինչ դեր ունեն քո կյանքում։ Ինչ վերաբերմունք ունես դու Աստծուն։ Լսեք, հենց այնպես չի, որ մենք կանգնենք ու ասենք, դե որ պետք է լինում Տեր իմ Աստված, որ պետք է լինում գալիս են քո առաջ, հետո մյուս անգամ որ պետք լինի, էլի կգան քո առաջ ու մոռանանք իր պատվիրանները։ Ոչ, ինքը ասում է, եկեղեցին իմ մարմինն է։ Ինչ վերաբերմունք ունես դու եկեղեցուն։ 7-րդ օրը իմ սուրբ օրն է։ Ինչի ես քո գործերը անում 7-րդ օրը։ Եվ հետո ասում ժամանակ չունեմ Տիրոջ համար։ Հետո որ նեղն ես ընկնում, գալիս ես շատ խոնարհ, ասում ես, ես ինչ խնդիր ունեմ։
լավ ես անում, էլի արի։ Ես չեմ ասում, որ լսեք, սատանան գալիս է ու քեզ Աստված միշտ բաց է պահում դուռը։ Սատանան ասում է, ինչ երես ունես, էլ որ դու գնաս եկեղեցի։ Չլսեք սատանային, Աստված միշտ կանչում է։ Բայց եկեք մի բան մտածենք ու հասկանանք, արդյոք չարժի գնահատել այն ինչ որ Աստված անում է մեզ համար։ Եվ ոչ թե կարիքից կարիք հիշենք Աստծուն, այլ հիշենք իր ուզած ձևով։ Մի վախեցիր։ Հիշում եք Հիսուսի խոսքերը։ Մի վախեցիր, միայն հավատա։ Հավատա Աստծո խոսքին։ Հավատա, որ Աստված ասեց, ես քեզ հետ եմ, ուր էլ որ գնաս։ Հավատա, որ Հիսուսն ասում էր, իմ անունը կանչեք և կփրկվեք։ Ով Հիսուսի անունը կանչի, նա կփրկվի։ Քո նեղության մեջ, քո վախերի մեջ, կանչիր Աստծո անունը և կփրկվես։ 56-րդ Սաղմոս 3 և 4 խոսքեր։ Մեծացրեք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նրա անունը։ Կարաք ասեք ինչ է նշանակում սա։ Մեծացրեք ինձ հետ Տիրոջը։ Ես հիմա ձեզ կոչ եմ անում։ Մեծացրեք ինձ հետ Տիրոջը։ Եկեք միասին մեծացնենք Տիրոջը։ Առաջին հայացքից կթվա թե Աստծո մասին է խոսքը, բայց իրականում Աստծո մասին է խոսքը եւ կթվա թե ոնց կարանք մենք Աստծուն մեծացնենք։ Աստված տիեզերքը թզով է չափում, մի թիզ է իր համար, ամբողջ տիեզերքը, որ էլ մարդը չի հասցրել տեսնի ինչքան է տիեզերքի մեծությունը, ասում եմ ափով է չափում։ Մենք մեծացնենք Տիրոջը, այո, դու քո ապրած կյանքով, քո հարևանների, քո բարեկամների, քո աշխատակիցների աչքին կարաս դու մեծացնես Տիրոջը, որ ասեն փառք սրա Աստծուն։ Ես ոնց է փոխվել, հեչ առաջվանը չի։ Եվ կարաս ցածրացնես Տիրոջը, որ ասի, ես էլ հավատացյալ է, եկեղեցի ա գնում, չեք լսել այդ խոսքերը։ Եկեղեցի ա գնում, բայց տես ինչեր է անում։ Կարող է դաժե ասել եք։ Ճիշտ է։ Եկեք միասին մեծացնենք Տիրոջը։ Թող իրար հետ բարձրացնենք նրա անունը, բայց շարունակությունը լսեք։ Դրանից հետո ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխան տվեց ինձ։ Իմ ամեն ահ ու վախից ազատեց ինձ։ Եկեք մեծացնենք Տիրոջը։ Եկեք բարձրացնենք նրա անունը։ Երբ որ մենք անկախ նրանից ոչ թե շահի համար, հա, մարդկա ասում է, այս ինչ բանն եմ ուզում Աստծուց պատրաստեմ Ինչ անեմ, չգիտեմ, ուզում եմ երեխես լավ ապագա ունենա, պատրաստեմ մի հատ ոչխար մատաղանը, չգիտեմ, էլ ինչ ասես կարան անեն, ուզում եմ իմ անունը, չգիտեմ, հաջողություն լինի իմ ընտանիքին, իմ սերունդերին, պատրաստեմ մի հատ եկեղեցի կառուցեմ, սա առևտուր է, ես անեմ, դու արա, բայց Աստված ուրիշ բան է ասում, Աստված ասում է նվիրվիր անմնացորդ, քո ուշք ու միտքը թող լինի իմ անունը բարձրացնելը մարդկանց առաջ եւ դրանից հետո խնդրի ինձ թե բարեգործություն կանես թե եկեղեցի հեսա մենք եկեղեցու շենք պիտի կառուցենք շատ լավ կլինի որ շատ մարդկանց սրտի հետ Աստված խոսա ու իրենք մասնակցեն բայց եթե մասնակցում են, որ Աստված իրանց փոխադարձ լավություն անի, ավելի լավ է չմասնակցեն։ Բայց եթե հասկացել են Աստված ով է, Աստծո գործը ինչ է երկրի վրա, եկեղեցու դերը ինչ է երկրի վրա, եթե մի հատ օգնություն լինի, եւ Էջմիածին քաղաքում գեղեցիկ եկեղեցու շենք բարձրանա,
որտեղ շատերը իրենց փրկությունը կգտնեն, հաստատ համոզված եմ, բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն այս գործին, թե իրանց ֆիզիկական ուժով, թե իրանց ֆինանսներով, թե ցանկացած մեկ այլ, ասեմ, եթե նրանով էլ չկարողանան, գոնե աղոթքով մասնակցեն, մեծ վարձք են ունենալու երկնքում։ Եվ Տերը ասում է, մեծացրեք իմ անունը եւ խնդրեք ինձանից, եւ ես կազատեմ ձեզ ամեն ահից ու վախից։ Աստծո հոգին, որ եկավ, ամեն վախ կհեռանա։ Հիմա ուզում եմ ինչ էր ասում էր Աստված իր հոգին տվեց բոլոր իրեն հնազանդվողներին։ Այն որ դուք լեզուներ եք խոսում, դա չի նշանակում դեռ որ հոգին ձեր մեջ է։ Հոգու մկրտության նշանը լեզուներ խոսալն է։ Բայց ես շատ լեզուներ խոսացող եմ տեսել, որ Աստծո պատվիրանները չեն պահել։ Լեզուները իրանց միակ հույսն է, որովհետև լեզուների մասին գրված է, որ լեզուները անձի շինության համար են։ Ինչքան շատ աղոթք կանեք լեզուներով, այնքան հոգին խնդրում է Աստծուց, անգամ եթե քո մարմինը, ես գիտեմ, լեզուներ խոսալը դրախտ չի տանում մարդուն։ Հաստատ բան եմ ասում ձեզ։ Լեզուներ խոսալը անձի շինության համար է։ Սուրբ Հոգու պարգևներից մեկն է օտար լեզուների պարգևը, որ կարաք կարդաք առաջին Կորինթացիներ 12-րդ գլխում, իսկ 14-րդում մանրամասն գրած է, թե ինչի համար է լեզուները, եւ Պողոս առաքյալն ասում է, կամենում եմ, որ բոլորդ լեզուներ խոսաք։ Բայց որ խոսաք, դեռ չի նշանակում, որ Սուրբ Հոգին գործում է ձեր մեջ։ Եվ ուզում եմ մենք հասկանանք, ինչ է նշանակում Հիսուսին Տեր ընդունել։ Ինչ է նշանակում որդեգրության հոգին վերցնել, ինչ է նշանակում են զորության եւ ուժի հոգին, սիրո հոգին, զգաստության հոգին։ Ինչ է նշանակում սա։ Ինչպես անեմ, որ Տերը իր հոգին տա ինձ։ Աստված չտվեց մեզ վախի հոգի։ Մի բան հիշենք, ես հիմա աղոթք կանեմ եւ մենք միասին կանենք այդ աղոթքը եւ համոզված եմ, որ եթե այստեղ կան վախ ունեցող մարդիկ, իհարկե կարան վերջում մոտենան ու իրենց համար աղոթք կլինի, բայց ես համոզված եմ, եթե դու այս աղոթքը, որ մենք անելու ենք, որ մենք խնդրելու ենք, որ Սուրբ Հոգին գա ուրիշ կերպով, ոչ թե այնպես ինչպես առաջ է եկել, գա ուրիշ կերպով մեր կյանքերում։ Ես համոզված եմ, որ հեռանալու են բոլոր վախերը։ Լսեք, եթե մենք հավատքով դուռը բացենք Քրիստոսի հոգու համար, գրած է, որ Սուրբ Հոգին դա Քրիստոսի հոգին է։ Եթե մենք բացենք դուռը, մեր վախերը դուռ են բացում գողի, այդ ստախոսի համար։ Բայց եթե մենք բացենք հավատքով դուռը Քրիստոսի առջև, ինքը որ մտավ ներս, այն խաբեբան փախնելու է։ Մի հետաքրքիր բան կարդացի քարոզներից մեկում, երբ որ պատրաստվում է այս թեմային, գրված էր, երբ որ դրանից հետո, որ արդեն Հիսուսին ընդունեցիք, ինքը վախը միշտ փորձելու է վերադառնա։ Ասում էր, երբ որ վախը կգա ու կրկին կծեցի ձեր դուռը, հավատքին ուղարկեք բացելու այդ դուռը։ Եվ որ հավատքը բացի, վախը հենց տեսնում է հավատքը, փախնում է։ Երբ որ հավատքը ասի ինձից ով է, վախը կասի, վայ կներեք սխալվել եմ։ Շատ հետաքրքիր էր գրած, ասում էր, երբ որ վախը կծեցի ձեր դուռը, հավատքին ուղարկեք այն բացելու։ Եվ ոչ մի խնդիր չեք ունենա։ Ինչպես ազատվել վախերից։ Կանչի քո կյանքում Աստծո ներկայությունը։
Եկեք հիմա աղոթենք, որ մեր կյանքերում գա Աստծո ներկայությունը։ Մեր Աստված, մեր Տեր, Տեր քո ներկայությունն ենք խնդրում։ Ոչ միայն այստեղ, այս վայրում, քո ներկայությունն ենք խնդրում մեր կյանքերի մեջ։ Տեր, մենք գիտենք, որ խոսքն ասում է, որ Աստծո հոգուն չտրտմեցնենք, Տեր։ Ես գիտեմ, որ վախերով պատվում են անապաշխար մարդիկ, բայց ցավոք սրտի վախերով պատվում են նաև հավատացյալները, Տեր։ Ես գիտեմ, որ վախը գալիս է, Տեր, երբ որ մենք հոգուն տրտմեցնում ենք։ Երբ որ մեր ապրած կյանքը մեզ դուր է գալիս, բայց քեզ դուր չի գալիս։ Մեր սկզբունքները մեզ ձեռ են տալիս, բայց քեզ ընդունելի չեն, Տեր։ Վախերը այցելում են մեզ։ Անհանգստությունները այցելում են մեզ։ Տեր, ես հիմա զգում եմ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր վախեր ունեն իրենց անցյալից, ովքեր ծանր կյանք են ապրել և գիտեն, թե իրենց երեխաներին էլ նույնն է սպասվում, ովքեր վախ ունեն անեծքից, ժառանգական անեծքից, ովքեր սարսափ են ապրում։ Տեր, հիմա զգում եմ, որ մարդիկ կան այստեղ, որ սատանայից են վախում։ Տեր, դու հեռացնում ես ամեն վախերը։ Քեզ հուսացողը ոչ սատանայից կվախենա։ Քեզ հուսացողը, հավատք ունեցողը գիտի, որ եթե ժառանգական անեծք է եղել, եթե իր տատու տատից սկսած բոլոր կանայք ունեցել են այդ խնդիրը, քո խոսքն ասում է, որ իրանով կտրվում է այդ անեծքը և Քրիստոսի օրհնությունները, Աբրահամի խոստացած օրհնություններն է կյանքում գալու։ Եվ ամեն վախ այս անեծքների հանդեպ թող քանդվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն վախը սատանա անունից և սատանայից ու իր չար գործերից թող քանդվի Հիսուս Քրիստոսի հանդեպ, որտեղ սատանան մեր թշնամին է, որ մեր վրա այլևս իշխանություն չունի։ Մենք իր թագավորությունից դուրս ենք եկել, Տեր։ Քո խոսքն ասում է, որ ինքը ոչինչ չի կարող անի մեր կյանքերում։ Եվ եթե ինչ-որ բան էլ կարողանա անի, կանի այնքանով, ինչքանով դու թույլ կտաս, Տեր։ Մենք սովորում ենք սա Հոբի պատմությունից, որ ամեն անգամ քեզանից հարցնելով էր ինքը վնասում Հոբին, Տեր։ Եվ մենք, Տեր իմ Աստված, քեզ պիտի աղաղակենք։ Ժողովրդի մեջ մոլորություն կա, որ Աստված բարի է, դրա համար սատանայի հարցերն է պետք լուծել։ Իր հետ է պետք լեզու գտնել։ Տեր, հանի ես մոլորությունը մարդկանց մեջից։ Աստված բարի է և դա ճշմարիտ է։ Ճշմարիտ է նաև, որ սատանան խայտառակ պարտություն է կրել Գողգոթայի խաչի վրա։ Ճշմարիտ է, որ սատանան պարտված թշնամի է։ Ճիշտ է, որ ինքը կարող վախացնի իր մռնչյունով, որովհետև առյուծի նման ման է գալիս, որ գտնի թե ում կուլ տա, բայց ճշմարիտ է այն խոսքը, որ ասում է դեմ կանգնեք իրան և նա կփախչի ձեզանից։ Տեր, ես գիտեմ, որ եթե հավատքը կա մեր մեջ, եթե քո հոգին կա մեր մեջ, ամենամեծ սարսափը սատանայի վրա է, որովհետև նա վախում է հավատացյալներից, ում վրա քո հոգին կա, ում մեջ քո հոգին է բնակվում։ Ինքը իր սարսափները ուզում է մեր վրա տարածի, բայց դու ազատագրող Աստված, քո հոգին ուղարկիր։ Ես գիտեմ, որ քո հոգին ստանում են բոլոր նրանք, ովքեր խնդրում են, անկեղծ սրտով։ Խնդրում են, և հիմա մենք խնդրում ենք քո հոգին, Տեր։
որդեգրության հոգին, զորության հոգին, սիրո և զգաստության հոգին, Աստծո հոգին ենք խնդրում Տեր, Տեր մենք գիտենք, որ դու տալիս ես, բայց ավելին եմ հիմա խնդրում Տեր քո ժողովրդի համար, որ իրենց տներում, շաբաթվա ընթացքում երկյուղ ունենան քեզանից, վախենան մեղք գործելուց, որովհետև Սուրբ Հոգին տրտմեցնում ենք Տեր դրանով։ Տեր այնպես լինի, որ ամեն օր քո հոգին մեզ հետ լինի, մեր գործերի մեջ, մեր հանգստի մեջ, ընտանիքում մեր հարաբերությունների մեջ, իրար հետ մեր վերաբերմունքի մեջ, քո պատվիրանների հանդեպ մեր վերաբերմունքի մեջ, եկեղեցու մեջ, եկեղեցու ծառայությունների մեջ, մեկին այցելելու մեջ, մեկին օգնելու մեջ, ամեն տեղ մեր կյանքը Սուրբ Հոգով լցված լինի Տեր։ Մկրտիր մեզ, օրհնյալ Աստված, քո հոգու կարիքում, ազատիր մեզ ամեն վախերից Տեր։